Բարլուսրելի բարեկամներ գնացքի մեջ եմ ենքան արևանուշ եղանակա այսօր 13 աստիճան կամ ավելի բարձր ոնց որ մեր գարունը սկսվեց արդեն տաքերն ընկել են փոքր վագոնի մեջ եմ բայց հետևը ոնց որ էլի մարդ կա նստած ես ես ցույց չեմ տվել թե Հայաստանում ինչ սիրուն պայուսակներ եմ նվեր ստացել մի հատ հիմա արդեն տեսնում եմ աղջիկս նվիրել շատ սիրուն է շատ հավանել է մի հատ էլ քրոջ աղջիկն նվիրել են էլ շատ սիրուն է ավելի շատ ամառային է մի Երևան ցույց կտամ շատ եմ հավանել էլի հիմա ընդհանրապես պայուսակները փոքրերն են մոտալ շատ փոքր պայուսակներ են իմ համար մի քիչ պետք է այնքան մեծ լինի, որ կարողանամ ջրի շիշն էլ տեղավորել, չնայած դրա համար էլ այս եմ դրիշնում գործի գնալուց, այս պայուսակը շիշս այնքան մեծ է, որ չի պետանանում ծածկող պայուսակը չի տեղավորում, այս շիշի պատմությունը, հա իդեպ այս պայուսակը թեմից է պատվիրել, մի անգամից կարծեմ 2 թե 3 հատ պատվիրել էի, որ հետս լանչի համար, որ միջունս հետս տանեմ այս զոնցիկ անտևի մորացայի հանեի մեքենայի մեջ կոնե թողնում ապտե արդեն ուշա ուրեմն 3 կանգնած շոր էի ծալում հետո մի պա պետքա գնայի վերև ջրի շիշը թողեցի այդ սեղանի վրա այդ մեծ սեղանների որ մայկաբան էի ծալում կանացի գնացի վերև եկա տեսեմ ջրի շիշը չկա ասում բայց այս սեղանի վրա էր ինչ եղա մանեմ գալիս չեմ գտնում հետո ասում այ մարդ կարող է այն մյուս սեղանի վրա բայց ես գիտեի որտեղ եմ զբաղված մանեկա չգտա արդեն ներվայնանում էի ասում եք էս բան շիշս ինչ եղա իմ շիշն առանձնահատուկ շիշ է հեսա ցույց տամ հայերեն Հայաստանից եմ բերել հետս վերջը չգտա ասի ուրեմն գնամ վերեմ մի հատ ջուր առում որտեղ ջուր եմ ուզում խմեմ կանամ վերևը գնամ բաժակով խմեմ բայց իմ ջուրը միշտ իմ մոտ եմ պահում որ հենց որ այսպես տոթը տալիս է սկսում եմ ջուր խմել վերջը չգտա մեկ էլ այդ հնդիկ կոլեգաս ասեց Սվետլանա մի հատ գնա ասեց կասայի մոտ նայեն որ իմ շիշն էլ էր կորել աշխատողներից մեկը ասեց որ տեսա որ ինչ որ մեկը մեր աշխատողներից վերցել տարելա կասայի մոտ գնա դու էլ նայ կարող է ինչ որ մեկը տարելա կասայի մոտ գնացի նայեցի տեսնեմ իրոք այնտեղ դրած է կասայի մոտ հենց գետնի վրա իմ հայ գոլեգան Ինեսը որտեղ որ նստում է այդ կասայի հետև առաջի կասայի հետևը Ինեսեն հարցում իմ շիշն է ինչ գործ ունի այստեղ ասեց ամետամսան աշխատողն ա բերել այ քեզ բան ասեց բայց իրան ով է խնդրել իմ շիշին ձերտը որ մի հատ էլ բերել է այստեղ այդպես էլ չասեցի այդ ամետամսան աշխատողն էլ կին է էլ չասեցի հետո իրան դու ինչ գործ ունես իմ շշի հետ սեղանի վրայից վերցել տարել է թե ինչ ա մտածել ես չգիտեմ ասենք ուրիշ բան եթե ինչ-որ պատահական տեղ դրած լիներ սեղանի վրա եղել ինքն էլ այդ կողմերում էր ես տեսա որ այդ կողմերում էր երբ մտածել է որ մեր աշխատողների այս պերսոնելի շշերից տանեմ կասայի լավություն ա ուզեցել անել վերջը այդքան ինձ նյարդայնացրեց այդ ավելի շուտ ոչ թե բան եղա որտեվ այդ պահին էլ ուզում էի ջուր խմեի ու չկար ու շիշս ասում այ քեզ բան հիմա կասեք հո հաճախորդները շիշ չեն վերցնում են այս վերջերս ուկրաինացի կոլեգաս պատմեց ասում է կանգնած ծալում էի շաբաթ օրեր ասում է լիքը մարդ կար ասում է մի բա գլուխս թեքեցի հետ նորից բան արեցի իմ ասում է որտեղ որ զբաղված է այդ սեղանին մեկ էլ ասում է տեսնեմ մի հատ մարդ ձեռը գցել իմ շիշը վերցնում է խմած ջուրը օգտագործած շիշ ասում ասեցի էս իմ շիշն է էս իմ ջուրն է ինչ եք վերցնում ասում այդ մարդը թողեց գնաց պատկերացնում եք ինչքան ես չգիտեմ ինչքան է բանանում մարդկանց որ ուրիշի օգտագործած շիշը վերցնեն իրանք խմեն այդպես շիշս բարեհաջող լավ է մնացել է այդպես սիրելիներս երեկ էլ եմ աշխատել այսօր էլ վաղն էլ երեկ շատ ծանրալի էր օրը որովհետև մարդ չկար հաճախորդներ չկային չգիտենք էլ ինչ անեինք գործ չկար ամբողջ խանութը մաքուր կովերը դրսում ամբողջ խանութը մաքուր հանգիստ այդպես էլ լավ չի մարդու գործ չի ունենում անելու ժամանակն էլ չի անցնում
մի կերպ օրը անցավ, հուսանք այսօր ավելի ակտիվ կլինի, օրը դե չորեքշաբթի է, հուսանք ավելի շատ մարդ կգան, աշակերտներ, երեխեքը, դպրոցականները կգան, ծնողների հետ, տրակտոր գանը արդեն սկսել են գյուղատնտեսական աշխատանքները, լավ է, գարուն է գալիս։ Ինչքան հաճելի է չէ գյուղատնտեսություն ունենալ, գյուղատնտեսությամբ զբաղվելը, դժվար է, բայց շատ հաճելի է։ Մարդն էլ որ մեծանում է, ավելի գրավում է հողի հետ աշխատանքը։ Դժվար է, հեշտ չի։ Կյանքում ամեն ինչն էլ դժվար է, ամեն ինչը յուրովի է դժվար։ Երեկվա նման էլի չհասցրի, նոր իշտում գնացքից գալիս եմ ու տրամվայը արդեն գնում է, ինչ անեմ, քայլեմ են մյուս կանգա, չէ, են էլ ենտեղ կանգնած է, նրան էլ չեմ հասցնի, չեմ ուզում վազեմ, ոտերս ցավացնեմ, են տրամվայը կանգնած է, չէ, արդեն շարժվեց, լավ գնամ սպասեմ ես մեկին, պետք է մի 10 րոպե սպասեմ, լավ ինչքան լավ եղանակ է, գարուն է, այս աղմուկն էլ, այս Սինտ Պիտերսի կայարանն է սարքում, դրա աղմուկն է, անակ շնարարություն են անում, Ինչա գրած կարող է չգնալու չհասկացա հուսամ գալու է տրամվայից չգրում ժամերը, բայց երևի թե կգա էլի սպասողներ կա 10-ից 28 րոպե է հիմա Եվ չէ սպասեմ Ենքան հավես եղանակ այս կական գարուն է ժողովուրդը Գարունը գալիս է, Երևանում էլ է չէ տակ հիմա Կապույտ երկինքը Մաքուր զուլալ ինքնաթիռակնում են դրել ամբողջ փողոցում շինարարություն անեն ծաղմուկը հեծան որդ ենքան արագ գալիս որ ստիպած ես իջեցի իրան ինքը պետք է ինձ իջեր այս հեռախոսը որ դեռ չխոլ չունի մեջը դնեմ Հարմար չի լինում այսպես դրսում պահելը, որ ձեռքիցս հանկարծ չգցեմ, պատվիրել եմ, մինչև կգա կդնեմ չխոլի մեջ, հանգիստ կկարողանամ դրսում նկարել, 12-ից 10 պակաս ես հլը ճանապարհն եմ, տանից դուրս եմ եկել ժամը
10-ից Հիմա 12-ից 10 պակաս երևի մի 15 րոպեից կհասնեմ տեղ, այս պայն 15 աստիճան, այստեղ ջերմաստիճանը, այսքան հաճելի եղանակ կա ժողովուրդը, տեղատան դիմացով եմ ասնում, հիմա որ ասեմ էլի կասեք կամ ինձ կուղարկեք տեսանյութեր վիտամին D-ի հետ կապված, որ լավ չի վիտամին D, ռուս բժիշկները գիտեմ, այդպես են ասում, բայց դե ես իմ վրա էլ եմ զգում, եթե չեմ խմում, շաբաթ ավել չեմ խմել, ոնց որ թույլ լինեմ, բարձր դոզա պետք չի խմել, բայց եթե արև չկա, բա ինչ անենք, պետք է օգտագործվի, բայց եթե այսպես արևը շարունակվի, մի ընթացք էլ չեմ խմի, պրոֆիլակտիկ դոզան 1000 գրամը, 1000-ն է, իսկ եթե խիստ պակաս է, ժամանակ են բարձր նշանակում, ասել եմ են սիրուն ծաղիկների մոտ, ես վերջ այս անդատ ես ոսկու խանութի մոտ մարդկա կանգնած, առնում են այսինքն ոսկի, չնայած որ ասում են շատ է թանկացել, ես շալվարը մեր խանութից առած կարճացրել հագել եմ, շատ հավանում եմ, շատ լավն է, շատ, չի մտածի, որ ես էլ կարողա այս լայն շալվարներից հագնեմ, բայց շատ սիրուն է։ Նոր ջահելներից ետ չենք մնում, մենք էլ ենք ջահել, ասել եմ, չէ, 50 տարեկանից հետո նոր ջահելություն է սկսվում։ Ու արդեն մոդայով հագնվում ենք, այսինքն մոդա որն է, որ հարմարավետ լինում, մեզ դուր կա ու ինձ դուր է գալիս։ Անդադ սև ենք հագնում, դե սևը հարմար է, այս գործի ժամանակ պետք է սև հագնենք, սև ջինսը, մոդա պլյուս պահանջարկ, կարճ ասած սիրելիներս, ուզում եմ ես սիրուն պայուսակս մի հատ էլ այսպես ցույց տամ, շատ եմ հավանել, զամշա, շատ սիրուն է, իդեպ աղջիկս Վայլբերեսից էր պատվիրել, հիմա պատրաստում գործի, շոր անվտանգության աշխատողին տեսա, այդ որ շշի համար պատմեցի, ասում եմ, 3 շիշս դու էիր վերցրել տարել կասա, ասում եմ, հա, ես ասում եմ ան եմ գալիս, որ ինչ տեսնեմ տանում եմ կասա, ուզեցի ասեի, վախենում էիր մեջ պայթուցիկ նյութ լիներ, դե հայրեն տարերով էր չէ գրած, գնացքս հլը չկա, պետք է սպասեմ, են մի օր եկա, որ նստեմ, գրած էր 11-ի A, ես էլ նայեմ, եկա տեսեմ երկար գնաց կա կանգնած, ուզում էի բարձրանայի, այնտեղ մի հատ այս բանի գայարանի աշխատող կար ինձ ասում ատեղ մի բարձացի արի առաջ, այսինքն գնացքի կեսը գնալու է, կեսը չէր գնալու, հիմա այսօր էլ պետք է ուշադիր լինեմ, որովհետև այսօր 11-ի այա գրել ու գնացք հլը չկա, ինքան էլ սպասող կա, տեսնենք հլը չկա, իմ գնացքը չկա հլը, Աշոտը զանգեց ընդհատեցի, նկարել է, ասում է, լավ սոված ես, ասում եմ, հա շատ, ասում է, դե լավ, արի, լավ բան ես ուտելու, հաց է սարքել, իրա սարքացնել, ամենահարակ բանը, որ գիտի, հավի միսա դնում ջերոց, ինչով շատ համով է սարքում, հետ էլ բանջարեղեն է դնում, ասի, հա, դե ապրես, ես էլ քո համար նվեր եմ բերել, մի հատ բաչկոն եմ առել իրա համար, կանանային բաչկոն, տանեմ տեսնեմ, հակը կլնի, դուրը կգա, սիրուն հա, Այսօր իրոք շոք է, բաչկոնս հանեմ, ես էլ կրկնակի հագնված, շակետել եմ հագել, չգիտեի, որ իրոք այդքան շոք կլինի, ուզում եմ բաչկոնը ցույց տամ ձեզ։ Բացեմ ձեզ ցույց տամ, ինչ բաչկոն եմ արեցել ամուսնյակի համար, Անը ժամանակ չեմ ունենալու, որ ցույց տամ գործեմ կտրոնը չկորցնեմ, էպիսի բան ունեմ էլի կտրոն կորցնելու Սեպով, այսպես կողքի գրպաններով, իմ էլ շատ սիրուն անուշ Ինչ ասում Օձիկն էլ էսի Որ պետատիպ լինի օձիկը
Ուզում էր ես տեսակ ուներ կապույտ գույնի առել է իր համար, բայց ոնց որ այդքան սրտող չի հագել, բայց ոնց որ ուրիշ էր ուզում։ Վերջի կես ժամը ուղարկեցին տղամարդկանց բաժին աշխատելու, տեսա կախած, ասեցի Այսքան ես քերի բարեկամներ, անջատել հիմա հեռախոսը։ Գնացքը շարժվեց ու մի անգամից գրում է հաջորդ կանգառը, բայց հաղորդում էլ է, աշխատողը հաղորդում էլ է կանգառները։ Հիմա այստեղ կանգառներն է գրված։ Այստեղ մեզ հաճելի ճամփորդություն են մաղթում։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, նայեք, հաջորդ կանգառում տալիս է թե այդտեղից ուր կարան գնալ։ Բրուսել, Սինտ Պիտերս, այսինքն ետ կանելի եգենտ, ու այստեղ ժամերն է տալիս, թե երբ է հասնելու այդ կանգառները։ Մի քիչ ուշացումով է հասնելու, սանք եմ շուտին ասեմ, որ շուտ դուրս չգա։ Մարտի 7-ին ու 8-ին էլ գծերի վրա գործ են անելու։ Պետք է նայեմ ինչ օր է մարտի 7-ը գործի եմ, թե չէ։ Երևի շաբաթ կիրակի կլինի, գործը հիմնականում շաբաթ կիրակի օրերն են անում։ Քսենիա, այդ ինչ ես անում։ Հոտ ես քաշում։ Ապրես դու, ապրես, ես ինչ լավ տղա ես։ Գարուն է գալիս, Քսենիան խառնվել է իրար։ Բողբոջները դուրս են եկել։ Այս ինչ ուշադիր տղա է, այս ինչ լավ տղա է։ Ապրես դու, խելացի։ Ինչքան հետաքրքիր է, չէ՞։ Կենդանիների վարքագիծը։ Այս ծաղիկը արդեն ուզում է բացվի։ Քսենիա, տեսել ես այն ծաղիկը ուզում է բացվի։ Հո թուշիկին ես քսում, սիրուն թուշիկին ես քսում, ես ինչ ես անում։ Հե՞։ Վայ, հլը։ Ինչ լավ տղա է, ինչ սիրուն տղա է։ Հանկարծ չթռնես։ Օ, չես թռնի։ Չգիտեի ինչ սարքեմ, բրոկոլին մի փոքր ջրով խաշեցի, իհարկե դրել էի աղաջրի մեջ մի կես ժամ, թափեցի ջուրը լավ լվանալուց հետո վանն եմ արել, մի փոքր ջուր եմ լցրել թավայի մեջ, պես ոնց որ կիսախաշել արեցի, ջուրը թափել եմ, ձետ լցրի, գունավոր պղպեղներ չունեի, կանաչից կարես եմ լցրել, համեմունքներ եմ լցրել, չեմ ուզում ձուկ գցեմ, երևի այսպես թողնեմ հենց այս ձևով, մի քիչ կանաչի կլցնեմ թարմ ու վերջ, չորացրած լցրել եմ, բրինձ ունեմ, բրինձի հետ կուտեմ, այս կողմում աշուկի համար աղացած մսով բան եմ սարքում, սոս, բրինձի վրա կլցնի կուտի, Ես խինկալումս ծեր ավելացել, հենց մի անգամից լցրել եմ, սոխարած եմ արել լցրել մեջը, դեռ պետք է եփվի, այնպես որ ջուրը կգոլոշանա, ինքը չի սիրում, թե չէ ես գազարել կլցնեի մեջը։ Ես էլ այսպես, հեռոցում էլ ձուկ եմ դրել, բայց ոնց որ շատ եմ թողել, չնայած ես օրինակ շատ եմ սիրում, որ մի քիչ չորանում է, հենց իմ սիրած ձևն է, վերջ անջատեցի։ Համեմունքներն էլ լցրեցի, չորացրած ռեհան, չորացրած մաղադանոս, սև պղպեղ, կարմիր պղպեղ աղ, մնում է թարմ կանաչի լցնեմ, գիտեք ինչից է այս ձև, որովհետև միսը սառած էր, մի անգամից հանել եմ, սառած միսը լցրել եմ սոխարածի վրա, դրա համար այսպես գունդ է, իհարկե մի քիչ փորձեցի մանրեմ, բայց ես չի խանգարի, կարևորը որ սոուսը համով լինի ու աշոտը սիրում է աղացած մսով սոուս։
Բրինցել տակասնեմ ախ ու սև պղպեղը մենակ լցրել մեջը 3 է եփել, բայց ոնց որ շատ եմ արել, մնացել է։ Ես շատ եմ սիրում, հենց սենց սովորական եփած բրինձը, ձեթա մեջը, բան չկա, կարակ չեմ գցել։ Լցրել եմ 80 գրամ ածխաջուր, բրինձ եմ լցրել, այսինքն ընդհանուր ասեմ, այստեղ բանջարեղեն է ու ձուկ 400 գրամ, այս ամբողջը միասին։ Ես մենակ ավելացնեմ կիտրոնի հյութ, ձկի վրա, ուզում եմ ասել ձկան վրա։ Ահա։ Ու այս կլինի իմ նախաճաշ ճաշը։ Հացել հետը չեմ ուտելու, որովհետև բրինձը կփոխարինի հացին։ Հա ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ժողովուրդ ջան, որ սոխի կլեպները հավաքեք արդեն, ես հավաքում եմ Զատիկի համար։ Այսքան քիչ է, բայց կհավաքեմ մինչև այդ։ Կարմիրն էլ ունեմ, հատկապես այս կարմիր, չնայած մենակ այս գույնն էլ ինքան լավն է երկում ածում, բայց այս կարմիր սոխից էլ շատ ունեմ, դրանց կլեպներն էլ կհանեմ, այնպես որ ասեցի, քանի հիշեցի, ձեզ էլ հիշացնեմ, որ հավաքեք անպայման ծվերը ներկելու համար, այն արհեստական ներկերից, որ 1000 անգամ լավն է, ու համով էլ լինում է այս։ Սրանով ներկայացուն շատ ավելի համով է իմ կարծիքով։ Այս կարնավալը վերջացել է, բայց չեն հանում իրանց արտրանքները։ Ալստ կարնավալա շուտ կարող եմ ինչե մյուս տարի թողնեն։ Այո, ժողովուրդ ջան։ Կարող է թողնեն։ Չէ, կանեմ, բայց ուղղակի մոռացել են, այս տարի մի քիչ բան են անում, էլի։ Մոռացել են։ Եղանակը լավ չեղավ, խանգարեց, լավ կարնավալ չարեցին։ Դե հիմա լավ եղավ։ Մի քիչ թողան կարոտները առնին, էլի։ Կարոտներն առնեն։ Գնանք լա, հա։ Գնանք, գնաց կթու։ Գնաց գալիս է թե չէ։ Կլնային գնացքս գալիս է։ Չնաստանը նայել եմ գալիս է, բայց աշուտ ուզում է իր աչքով տեսնի։ Այստան տեսնիմ հանգարց ժողովուրդ ջան, ես չերտամ ու մեկը ինձ զանգի, ասում որ գնացքս փոշմին է չի գալիս։ Բայց եղել է տենց, բերելի չացրել է, ինքը գնացել է, շարժվել է տուն, հասել եմ տեղ նայել եմ գնացքը չի գնում, նորից զանգել կանչել եմ։ Եկեք տարել։ Փակ փողոցներ կա, եթե շարժված լինեմ, մինչև նորից կամ հասնեմ այստեղ մի 10 րոպե անցնելու կա։ Բայց ես սկզբից ճիշտ ենք նոր։ Բայց աշուտ ջան գալու է այնա նայ։ Ես սպիտակով է, չէ՞։ Լրիվ սպիտակով է, հերվից երևում է, էլի, եթե ուշացում լինի կամ բան, կամ չգնաք կարմիրով է։ Դե քեզ բարի ճանապարհ, այս ուժգուն գամ գենտիսկի վերեմ, հա։ Հաջող լա։ Անուշ եղանակա։ Եկեղեցու զանգերն էլ են կողմից են ղողանջում։ Այս բան 13 աստիճան է, բայց հաստատ ավելի շատ կբարձրանա։ Արդեն գրել է, որ գնացքը գալիս է։ Գնամ են վերևները, որ առաջի վագոնները նստեմ։ Երեկվա բաճկոնը ետ եմ տանում ժողովուրդ ջան։ Շատ սիրուն էր, բայց աշուտն ասաց գույնը այդքան ինձ դուր չգա, այսպես իմ խոն սիրուն բաց դաշնողին գույնը, բայց հարցը այդ չէր։ Ասում ինչ-որ դեֆեկտ ուներ, թևը չէր մտնում բանի մեջ։ Թևքը շուր էի տալիս ներսից նայում էի, աստարը ոնց որ նորմալ կարած էր երևում, բայց որ փորձում էինք, ես էլ փորձում էի թևս մեջ մտցնել, չէր մտնում։ Հագնելու ժամանակ, այսինքն աստարը երևի պտտվում է։ Տանում եմ ետ տամ։ Իրանց էլ կասեմ, որ իմանան։ Երևի դրա համար էլ այդ մի ռազմերն էր մնացել չէին առել։ Էլը պետք է առնել, չկար ուրիշ, ուզում էի ուրիշ վերցնել, այդ ցեպը բացած էր։ Երևի հանել փորձելու չէին առել։ Ինչ որ է ժողովուրդ ջան, սրանով վլոգը ավարտեմ, լավ մնացեք, հաջողություն։